ուզում եմ մի հարց տալ, ինչ հավատք ունես։ Շատ ժամանակ մարդիկ գալիս են Մովսեսի մոտ կամ Մովսեսից հետո եղածների մոտ եւ Աստծո խոսում է եւ բոլորը համարում են, որ իրենք հավատացյալներ են։ Բայց մեկ էլ որ լույսը եկավ, չէ՞, Սուրբ Գիրքը ինչ ասում, Սիմոն Ծերունի երբ որ Հիսուսին տեսավ, ահա մեկը որ պետք է բացահայտի մարդկանց սրտերը, սրտի մտածմունքները։ Իհարկե բոլորը կարծում են այդպես է, բայց երբ որ Տերը խոսեց, արդեն պարզվեց, որ շատերը հավատացյալ չեն։ Եվ Տերը անգամ ասում էր, եթե դուք ինձ հավատայք, իմ հորն էլ կհավատաք, կամ Մովսեսին եթե հավատայք, ինձ էլ կհավատայք։ Այսինքն Տերը ցույց է տալիս, որ նրանք ոչ Մովսեսին էին հավատացել, ոչ իրեն, ոչ հորը, բայց դարերով իրենց հավատացյալ էին կարծում։ Եվ գալիս էին։ Հիմա ես տեսնում եմ, որ եկեղեցիներում էլ այդպես է։ Շատ շատերը կարծում են հավատացյալ են, սպասում են Տիրոջ գալստյան, բայց ինչքան ցավալի կլինի, երբ որ պարզվի նրանք հավատացյալ չեն։ Տերը խաղ չի անում, ոչ էլ Տերը ինչ-որտեղ սուտը ընդունում է ճշտի տեղ, որպեսզի լավ է, ոչ որ սուտ է, սխալ է, սպասի սուտ եղողին էլ փրկեմ, այդպես բան չկա։ Սուտը երկինք չի մտնելու։ Անճշտությունը երկինք չի մտնել։ Դրա համար Տերը ամեն ինչ անում է, որպեսզի մեր հավատքը ուղղվի, շտկվի, ճիշտ լինի։ Սուտ հավատք չունենանք։ Մի կարճ պատմություն եմ պատմում մեր անցած փորձերից։ Ինչ-որ մարդ, երևելի մարդ Հայաստանում հոգևոր մարդ եւ եկեղեցու առաջնորդ հովիվ հիվանդացավ, դե կասկած չկար, աղոթք եք անելու, Տերը պետք է բուժի այդ տոնով։ Եվ աղոթք են անում, բայց չի բուժվում այս հովիվը։ Տեղի ժողովուրդը ծոմ պահեց։ Ծոմը աղոթք արեցին, էլի չբուժվեց։ Ամբողջ Հայաստանի տարածքով այդ խմբի եղբայրները, հովիվները, առաջնորդները ծոմ պահեցին։ Էլի չեղավ։ Հիվանդությունը խորանում էր։ Մեկ էլ հայտարարեցին, որ ամբողջ Հայաստանի հավատացյալները այդ խմբի իհարկե, որ այդ օրերին համարում են 25,000 անդամ, 30,000 անդամ գուցե, ծոմով աղոթք անեն, որ այդ հովիվը բուժվի։ Իմ ասածը նա հոգևոր փրկության մասին չի, ֆիզիկական բուժման, այդ հոգևորը Տերը գիտի ինչա, ինչ վիճակա։ Բայց ես ծոմ չպահեցի, ճիշտ ասած, չխառնվեցի հետները։ Եվ մեր եղբայրներից մեկը ասեց, այս անգամ կբուժվի այդ մարդը։ Ես ասեցի, չի բուժվի։ Ոնց ամբողջ Հայաստանի այդքան տասնյակ հազարավոր մարդիկ հոգսով ծոմ են դրել նրա բժշկության համար, ոչ չի բուժվի։ Ասի չի բուժվի, ես արդեն գիտեմ, դրա համար էլ, ասենք ոնց հայտնություն ունեմ, դրա համար էլ ես ծոմ էլ չեմ պահել։ Որ ինքը մեռնելու է, չի բուժվելու։ Տարօրինակ թվաց այդ խոսքը։ Եղբայր ասես, անգամ ոչ թե մենակ հավատացել է շրջապատի այդ որտեղ որ ապրում է այդ հովիվը, այդ տարածքի անհավատ ժողովուրդն է, այդ տարածքից դուրս շատերը չեն հավատում, որ նա կմեռնի։ Ասեն ինքը լավ մարդ է, սուրբ մարդ է, հավատացյալ մարդ է, ոնց հնարավոր է Աստված իրան չբուժի։ Ասի գիտեք ոնց։ Գիտես ոնց եղբայր ջան, ասի Աստված չի առաջնորդվում մարդկանց սպասումով։ 25,000 հավատացյալ կսպասի, ուզում է 30,000 անհավատ հետը սպասի։ Տերը չի առաջնորդվում մարդկանց սպասումներով։ Տերը մեր Տերը ինքնիշխան է։ Մեր Տերը
Եթե առաջնորդվի մարդկանց սպասումով, սատանան կարող սպասումներ ձևակերպի թե հավատացյալների, թե անհավատների մեջ եւ ոչ ուղղակի Տիրոջ առաջնորդի ինչ-որ գործերի կամ քայլերի։ Այդ ժամանակ սատանան կարող գլուխ գով ասի, ես Աստծուն առաջնորդել եմ շատ հարցում, ինչպես հավատացյալների սրտում սպասում եմ դրա, հավատացյալը սպասել է, որ Տերը պետք է անի այս գործը։ Եվ արեստերը, որտեղ հավատացյալը սպասում էին, նշանակում է ես առաջնորդեցի չարակասի։ Դրա համար ասի, Տերը չի առաջնորդվում մարդկանց սպասումով։ Այդ ժամանակ 90-ական թվականներն 91-2-3 տարի էլ կար, որ երբ այդքան էլ չկար, որ 2000 թիվը կա, եւ ասեցի օրինակ ամբողջ աշխարհի գուցե կեսը, հələ շատ միլիարդավոր մարդիկ սպասում են եւ հավատում են 2000 թվին Հիսուս Քրիստոսի վերադարձին, կգա Հիսուսը իբր այդ թվին։ Արդյոք կգա, չի գա, ասեցի, տեսնեք 2000 կանցնի Տերը չի գա։ Որտեղ Տերը չի մարդկանց սպասումով չի առաջնորդվում, ինքն իշխան է մեր Տերը։ Բայց ինչու է դες համոզված ինչ-որ դեպքից Տերը ինձ հայտնություն տվեց։ Ինչ հայտնություն։ Երբ որ ես գնացի նրա մոտ, խղճացի, ճիշտ ասած, ասեցի, այս հովիվները ինչ որտեղ շատ խղճալի մարդիկ են։ Նրանք բոլորին հասնում են, խոսում են, մխիթարում են, խրատում են, բայց երբ որ իրաց փորձան օրինակ ոչ մեկ չի համարձակվում նման մարդու խրատի կամ սիրտ, այդպես ասած, մխիթարի։ Մնում են մենակ։ Անդ ճիշտ չի այս հովիների հետ վերաբերվել։ Սպասի ես գնամ, ինքս նրան մխիթարեմ։ Նա հետ խոսեմ, որ չթուլանա, զորանա, այդ ժամանակ հենց ծոմը չէին հայտարարել։ Տարբեր ծոմեր եղել էին, բայց այդ ընդհանուր ծոմը չէր։ Ասի գնամ նրան նախապատրաստեմ հավատքի, որպեսզի հավատա, աղոթքանենք բուժվի։ Գնացած եղբայր ջան, Աստված քեզ պահի, օրհնի, դու միակ մարդը չես, որ նեղություն ես քաշում։ Շատ շատերը շատ նեղություն են քաշել, հեչ որ չնի հոբի պատմությունը գիտես, ինչ նեղություններ քաշեց, եւ Տերը վերջում ինչ փառքով իրան պատվեց, օրհնեց։ Նույնս որ ես խնդրում եմ դու չթուլանա, սպասի մինչև վերջ Տերը ողորմած է, մեկ էլ դեսա բարկացավ։ Ասես դու ես ինձ հոբի մասին պատմում, դու ով ես որ ինձ հոբի մասին պատմես, դու ինպես նեղություն ես, տեսա ես հոբի չարչանքն եմ տանեմ այդ հիվանդությունից։ Ասես պետք է լավ, ես պետք է ձեզ մխիթարեմ, ասեմ հոբի օրինակով ձեզ մխիթարեմ, դու ինչու ես եկել, իբր ես ավելի բարձր եմ, դու ցածր ես, ու դու եկել ես ինձ ես մխիթարեմ, կամ դու իմ տառապանքը չափ տառապանք տեսել ես, էլ չխոսացի, ասի կմեռնես, չես բուժվելու, հպարտություն կա քեզ վրա, հենց այդպես, հպարտություն, եղբորն էլ ասեցի, ասի հպարտացած է, վայ մեզ, վայ են ժողովրդին, որտեղ ինքը հովիվ է, հենց բուժվեց, այդ տեղի ժողովուրդը ճար չունի դրա ձեռը, հպարտացած է, ոչ մեկին չի կթող բերանները բացեն, մեկին մխիթարեն, նեղության մասին խոսեն համբերության մաղեն եւ այլ, բայց ես զարմանում եմ լավ, դու բոլորին խրատել ես, բոլորին քարոզել ես, հավատալ Աստծուն, խոնարհ լինել, հպարտ չլինել, հիմա դու ինչ ես քեզ համեմատում, քեզ մեծ ես տեսնում, եւ այդ ինձ համար հայտնություն է, որ ինքը կմեռնի, չի բուժվի, եւ մեռավ։ Ծառը պետք է ճանաչում, այսինքն գործից երևում է, ինչ Աստված ինչ պատասխան կտա։ Չի բուժվելու։ Հիմա ես ուզում եմ մեր հավատքի վրա նայենք, մենք արդյոք հավատք ունենք, ինչ հավատք ունենք։
Այս վերջերս գալիս են մի հոգի, չի քանի հոգի։ Մոտենում են ինձ, եղբայր ջան, աղոթք արա, որ հավատքս ավելանա։ Հա։ Հավատքս ավելանա, ես զարմանում եմ, իհարկե խոսել ենք։ Հնարավոր է մենք աղոթք անենք, ինչ-որ մարդու համար, որ փրկվի, սրբվի, հավատքի գա, բայց դա այդպես չի, որ ինքը քնի հելնի, մեկը տեսնի արդեն հավատացել է կամ էլ ասենք հոգևոր մարդ է դարձել, չէ։ Ես մի քանի հատված կարդալ Ղուկասի 17:5-ում օրինակ գրված է, ասում է առաքյալները ասեցին Տիրոջը, մեր հավատքը ավելացրու։ Ճիշտ նման մարդիկ մոտեցել են, ասում են աղոթք արա, թող Տերը մեր հավատքը ավելացնի։ Թուլացել եմ, տկարացել եմ հավատքից, չեմ աղոթել։ Նրանց համար այս վերջին էս հաշված օրերի մեջ, գիտեք քանի հոգի մոտեցել ինձ, կամ զանգել է, իմ համար աղոթք արա, հավատքս թուլացել է, այս հավատքի մեջ զորանամ։ Տերն ինչ արեց։ Ասեց զորացեք, հա։ Բա ինչ արեց։ Ապրեք։ Տերն ինչ ասեց։ Պատասխանը Տիրոջ։ Եվ Տերն ասեց, եթե մանարխի հատի չափ հավատք ունենաք, այս թզերուն ասեք, թե պողվի ծովի մեջ տնկվի եւ նա կնազանդե ձեզ։ Տերը չասեց, ապրեք, որ ուզում եք զորանաք, ես էլ ձեզ կզորացնեմ հավատքի մեջ։ Ասեց, եթե հավատաք, ինչին մանարխի հատի չափ հավատք ունենաք, բայց հələ պարզ չի, բայց առաքյալների համար պարզ էր, մեզ համար գուցե հələ պարզ չի, բայց Տերը որ ասում է մանանեխի հատի չափ հավատք ունենաք, սա չի նշանակում մեր ցանկացած դետալին հավատանք, ցանկացած մեր ցանկություններին հավատանք, ինչպես դուք տեսնեք, շատերից որ հավատքը թողել են աշխարհով մեկ, սա սուտ վարդապետների գործներ, ծրագրված աշխարհով մատուցած ների աշխատանքն է, որ ցանկացի աղոթք արա հավատա եւ կլինի։ Ու ցանկությունը աշխարհային հիմնական բաների մեջ մեկ էլ ցանկանում եմ ես տունը իմը լինի, այն մեքենան ունենամ, շատ փող ունենամ, մեկ էլ տեսնում ես կպած ինչ-որ մի մեծ արուստի համար աղոթք անում, հա, ինչի մարեք աղոթք անում, ասում ուզում եք, որ ինքը ապաշխարի գա մեր եկեղեցի շատ փող ունի, եկեղեցին շատ փող կտա, ասում նրանք ծրագիրը փող ստանալն է, սա կեղտոտ միտք է, ինչպես Տերը կլսի, պիղծ միտք է, մամոնա է պաշտում, Աստծուն աղոթվել, որ իրանց մի հատ Աստված տա, իրանց մամոնային իրանց հասցնի, միթե Տերը կլսի կպատասխանի, դա աղոթքը անպատասխանելի է, համար Տերը դենց աղոթքին չի պատասխանում, կամ էլ Տեր Աստված մի հատ ինձ զորացնում են, արա որ ես գնամ, ձեռս տնեմ, հիվանդները բուժվեմ, բան որ իմանան ես ով եմ, հպարտության համար եմ աղոթքան, ես ինչ Աստված կպատասխանի այդ աղոթքին, որ ես փառավորվեմ մարդկանց մեջ, այդպես կլինի, Աստված միթե կպատասխանի, եւ ես ուզում եմ եք համար կարդալ նույն Ավետարանի 18:8-ը կարդամ ձեզ համար եւ ասում եմ ձեզ, իհարկե Տերն է ասում, վերևում ասում է, որ մեկ անդադար աղոթում էր, այդ պատմությունը ամբողջ չկարդամ, անիրավ դատավորի պատմություն ասում է, անդադար եւ Տեր ասում եմ ձեզ, շուտով իրավունք կանե նրա համար, սակայն մարդի որդին գալիս, արդյոք հավատ կգտնի երկրի վրա։ Շատ զարմանալի հարց տվեց։ Մարդի որդին երբ որ գա, արդյոք հավատ կգտնի, ոչ չի գտնի։ Եթե մեզ հարցնեն, ոչ չի գտնի Աստված։ Բայց Տերը չի ասե, այս ավետարանը բովանդակ աշխարհով մեկ քարոզվի, ոչ տիեզերքով մեկ, բոլոր ազգերով մեկ, բայց որ քարոզվում է, դե հավատք էլ կլինի դենց։ Բայց Տերը ոչ թե սրա համար է ասում, իբր ավետարան չի լինի, քարոզող չի լինի,
կամ Աստծո խոսք չլինի, դրա պատճառով չի ասում հավատք արդյոք կգտնի։ Ասենք շեղված հավատք կլինի, դա հավատք չի Աստծո համար։ Եթե հավատքը Աստծո խոսքից չի, դա հավատք չի։ Առանց Աստծո խոսքերն մենք բոլորս հավատք ունենք։ Ունեցել ենք։ Մեկ հավատացել է այս կուրքին, մեկը այն կուրքին, նշի որ հավատալու ունակությունը կվերանա մարդու միջից, չէ։ Հավատալու ունակություն կա։ Ոնց որ մենք ինչ ունենք, սիրտ ունենք, թե չէ։ Հոգի ունենք, միտք ունենք։ Աստեղ ասում սիրի քո Տեր Աստծուն ամբողջ տաղտով հոգով մտքով։ Չի ասում եթե դու չսիրես Աստծուն, ուրեմն սիրտ չես ունենա, միտք էլ չես ունենա, հոգի էլ չես ունենա։ Դրա մասին չի, եթե Աստծուն չսիրես, սիրտ հոգի միտք չես ունենա, կամ զորություն։ Դրա համար ասում է Աստծուն հավատա։ Ոչ թե մի հատ հավատ կա, այն էլ Աստծունը։ Հավատացեք ինչքան մարդ կա երկրի վրա, մոտ 8 միլիարդ անցած տարի, չէ, երևի շեշտեցին, բազմապատիկ 8 միլիարդից բազմապատիկ ավելի հավատք կա երկրի վրա, հավատքներ։ Մարդ կա մի քանի հավատք ունի։ Այնպես բաների կհավատա, որ մտքովդ չի անցնի։ Մարդ կա ասում է, երբ որ նայում է երկինք, ասում է կարի մի հատ այնց աստղ ընտրեմ հավատամ, որ ոչ մեկ այդ աստղի տեղը չիմանա։ Մենակ ես իմանամ, ես աղոթեմ այդ աստղին։ Հարյուրավոր աստղեր ուներ, որոնց աղոթում էր։ Երկրի վրա էլ հարյուրավոր ծակ ու փոսերում կուրքեր ու աստվածներ ուներ, որ իբր ոչ մեկ չիմանա, որ հանգարց կատարվի, զորություն լինի, ուրիշները չօգտվեն, ինքը մենակ օգտվի այդ հաջողությունից։ Ինչը տենց էր մտածում, բայց չգիտի, դա անհաջողություն էր։ Նմանապես հնդիկները, չէ՞, ամեն ինչի հավատում են։ Այնպես բաներ, որ մտքովդ չի անցնի։ Դրա համար իմ ասած է, որ հավատք, հավատալու ունակությունը ժողովրդի միջից չի վերանում, բայց մեկ փրկարար հավատք կա, որ Աստված կանչում է փրկարար հավատքի։ Դրա համար Տեր ասում է, արդյոք մարդու որդին որ գա, երկրի վրա հավատքը գտնի, այսինքն հավատք կունենան, բայց Աստծո որդու հավատքը չեն ունենա։ Այսօր մենք արդեն տեսնում ենք առանց կասկածելու։ Եկեղեցիներում լիք հավատքներ կան, մեկին է իր ցանկությունն, մյուսն էլ իր ցանկությունն, այն մեկն է իր ցանկությունն, մեկը ուղղակի Աստծո անուն որ տալիս են, մեկ ասում որ Տերը ասե իմ անունով ինչ խնդրեք կառնեք, իբր թե Աստծուն թակարդի մեջ են ուզում գցեն։ Խնդրում են քո որդի Հիսուս Քրիստոսի անունով գիտեն Աստված ասի վայ որ որդուս անունով են խնդրում ոչ չտամ իրաց ցանկությունը։ Աստված երեխա չի որ խաբենք։ Ուղղակի մարդիկ ուզում են անգամ խորամանկությունով հոբի գրքում այդ իրանգերներին հոբ ասում ինչա դուք Աստծուն եք շողոքորթը։ Միթե Աստված էլ ձեր շողոքորթությունով ձեզ կհավանի։ Ասի ո՞նց է շողոքորթը։ Մեծ արմին Աստծուն, փառաբանին Աստծուն, Աստված էսա, Աստված արդարա, ուրեմն Աստված մեղավոր չի որ դու այսօրն ես ընկե, ուրեմն դες մի մեղ գործ է, Աստված սուրբ է, արդարա, էսա Աստծուն գովելով, մեծ արելով ուզում են Աստծո շողոքորթը որ Աստծո աչքը մտնեն։ Հումն ասեց, այս շողոքորթը մեկ Աստծուն Միթե Աստծուն կարելի է խաբել շողոքորթությունով։ Երեսպաշտություն եք անում Աստծուն, հա։ Ձեր կարծիքով դուք Աստծուն եք երեսպաշտություն անում։ Դրա համար շատերը իբր մեծանում են Աստծո որդուն, Տեր Աստված, էսան, ասում հələ սրտին տասա, մտքին տասա, ինչ է։ Մեկ հենց են մեկը գալիս է շատ ճառում, լավ վերջի խոսքը տասա, ուզածը ինչ է։ Երեխեն է գալում կամ մեկը գալիս է, նրանց սրտի ուզածը Աստված, այդ քո հզոր զորություն օգտագործի իմ ցանկությունների համար։ Հարստանամ, առողջ լինեմ, մեկն էլ մոտեցա նախանցած տարի մոտեցավ, միլիարդ եղբայր, ուզում եմ, հավատացյալ չէր, բայց եղբայրը ասեց, հավատացյալը լեզվով ասեց, միլիարդ եղբայր, մի բան ունեմ քեզ խնդրելու, ինքը շատ խմող մարդ է։ Ես ասի երևի արդեն հոգնել է խմելուց,
Եվ ուզում ա որ աղոթքանը խմել է դադարի, որ ընտանիքին նեղություն ա տալիս։ Ասեցի ինչ ես խնդրում, ինչ ես ուզում։ Ասես կարաս ինձ իմ համար մի հատ աղոթք անես, որ ինչ անեմ մեկը վերես չխոսա։ Մատել սպարի, խմի էցեց, իրավերը ոչ մեկ չխոսա, լավ ծանկություն է լես տիրան, ինչ անեմ մեկը վերես չխոսա, ինչ չկպնեն։ Հիմա հավատացյալ է իրաց ծանկությունն են ես խմողին նման, ինչ ուզեմ դու տաս, ծառա իմ ծանկություններին, Աստված ինքն իշխան է, չի ծառա մարդկանց ծանկության, չխաբրվեք, եթե մենք ունենք սենց հավատք, խաբված ենք, Աստված չի ծառայում մեր ծանկության, ինչ ուզենք էդ էլ անի, Ես նորից մեկ համար եմ ուզում կարդալ նույն Այտանց 22:32-ից ուզում ձեզ համար կարդալ, ասում է 31-ից կարդամ եւ ասես Տերը Սիմոն, Սիմոն, ահա սատանան ուզեց որ մաղե ցորենի պես, բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի եւ դու երբ որ դառնաս եղբայրներիդ հաստատիր։ Ոմանք այս համարից խափրվում են, բա եթե մենք չպետք է Աստծուն ասենք, մեր հավատքը ավելացնու, բայց այդտեղ Տերը ասեց ոնց է, ես աղոթեցի իհարկե հորը, որ քո հավատքը չպակասի։ Այն մի տեղում չասեց, ձեր աղոթքի պատասխան կտամ, թող ավելանա ձեր հավատքը, ու մեկը Տերը լցվել են հավատքով։ Այդպես չի, այստեղ Տերը չէր ասում, որ հավատացյալ դառնաս, հավատաս, ունես արդեն, ես աղոթում որ փորձանքի չենթարկվի քո հավատքդ, մնա հավատքդ, և այդ հավատքը հիմքա, որ դու դառնաս, և ոչ թե միայն այս հավատքը քեզ պետք է, քո եղբայրներին էլ հաստատես։ Նրա խոսես նրանք էլ վերադառնան Աստծո խոսքին։ Ուրեմն Տերը, եթե հիշում եք ասեք, իհարկե ներողություն խնդրեմ և միասին քննենք այդ տեղը, որ մեր հավատքը ավելացու և Տերը դրական պատասխան տա։ Շատ, հնարավոր է շատ տեղեր ճանենք, որ մարգարեները կամ ես աղոթում են, որ մեր հավատքը ավելացնա։ Դուք մի կարծեք, որ Սուրբ գրքի ամեն մեկի ուզածը ճիշտ է։ Մեկ ասել են, չէ, Տերը ամեն ինչ գրանցել է, մարդկանց սխալներն էլ, ճիշտերն էլ։ Անգամ սատանայի սխալները, մեղքերը, ցանկությունները, ծրագրերը, հրեշտակների վիճակներ նկարագրել, չի նշանակում, որ ինչ որ Աստվածաշնչում գրված է, դա պետք է ընդունել որպես ճշմարտություն, որպես ճշմարտություն պետք է ընդունել որպես ճիշտ վկայություն, ճիշտ պատմություն, բայց ոչ թե ամեն խոսքի պետք է հնազանդվենք։ Ասում մեկ ասես, Տեր Աստված աչքս փակում եմ ու գիրքը բացում եմ, ինձ առաջնորդի, որ ես ինչ անեմ։ Ասում մեկը գիրքը բացում եմ, ասում է, Հուդան գնաց Հիսուսին 30 արծաթով մատնեց։ Քեզ բանես ինչ էր։ Տեր Հիսուս, լավ, ես մի հատ էլ եմ բացում։ Մեկը նորից ասես, խառնում եմ, շրջում եմ գիրքը բացում, ասում մեկը Հուդան գնաց կախվեց։ Տեր, կարծեմ, չեմ հասկանում, ես ինչ ես ուզում ասել, ասում մի հատ էլ, իհարկե Տերը չի ասում, որտեղ ինքը փորձում է ասում, ասում ասել ոնց վերաբերես գրքի մեջ, գիրքը կախարդության գիրք չի, բացես փակես ու գուշակություններ անես, թե ուր պետք է դիտես, ոնց է դա։ Տեր Աստված մի հատ էլ են բացում, փակում վերջին պատասխանը, բայց Տերը ասում մի փորձի քո Տիրոջ Աստծուն, դու գիտես ինչ անես, բայց ինքը փորձում չարանդից օգտվում է։ Մի հատ էլ է բացում, փակում, բացում, ասում է դու էլ գնա այդպես արա, այդպեսի խոսք կա։ Դուք էլ այդպես արեք, չէ՞ Տերը ասում է։ Այն բարի սամարեցուն առակ, դու էլ այդպես ոնց թե գնա Հիսուսին ծախի, հետո գնա կախվի։ Գնա տենց արա։ Դա չպետք է փորձել ասում, չի նշանակում, որ ինչ որ գրած է դու օրինակ վերցես։ Տերը գրել է,
մեկն էլ մուսուլման մեկն էլ որ շատ իմաստուն է ձևանում Դուբայում հավաքում է տասնյակ հազարավոր մարդիկ եւ իբր թե մեկնում է ավետարանը, մեկնում է Ղուրանը եւ ինչ ասում է դե բնական է իր մեկնությունը պետք է իբր ապացուցի սխալ է եւ ասում է Աստվածաշունչը ես չեմ ընդունում բոլորովին ասում է ինչու ասում է օրինակ հիմա սեքսուալի ֆիլմ տանք քեզ կնայես հավատացել ասում է չէ ասում է բախի սեքսուալի բան գրածել ավետարան Ղովտի աղջիկի մասին ես իմ մասին այն մեկը դան բռնաբարեց կամ Դավթի տղեն աղջկան բռնաբարեց այն մեկը ասում է բայց ինչ վատ բաներ են գրած բայց ի սուրբ գիրքա որ այդպես բան գրված է մեջը այդ հավատացել խեղճանումա որ դու չգիտի ինչ պատասխանի բայց Տեր ժողովուրդը մեր մոտ sense հավատամքի մեջ կա չէ սուրբ գիրքը ինչ գիրքա որ նրա մեջ տեղավորված է կամ գրված է մարդու ամեն կարիքներն ու զգացումները սխալ զգացմունքն է գրած սխալ գործն է գրած բոլոր փորձառությունները չէ գրած է ամեն ինչ գրած է ոչ թե գրվել է որպիսի մարդիկ օրինակ վերցնեն մեզ միայն ուղիղ Տիրոջ պատգամից է մարդկանց խոսքից չի սատանայի խոսքից չի անգամ ինչ որտեղ հրեշտակի խոսքից չի եթե մարդկանց խոսք է կամ հրեշտակի խոսք է մենք պետք է իմանանք եթե Աստված է նրան առաջնորդ է օրինակ որ ինչպես Եսային ինչ որ տեղեր կամ Երեմիան բայց ոչ բոլոր խոսքերը նրանց մենք պետք է ընդունենք որտեղ Երեմիան միտեղ լացա լինում ասում է դու մեզ խափողի պես ես Աստված միթե մեզ խափեցիր դու օրհնություն ես խոստացել թագավորություն հաստատություն էս ինչ եղավ մեր ազգի գլխին տրտնջում է Երեմիան իհարկե չեմ ասում համար կորուստա գնացը Աստված ողորմած է իրան ինչպես հոբին հասկացեց իրան էլ նման մարդկանց հասկացում է եւ փրկում է բայց մարդը շատ տեղում կասում դու մեզ խափողի նման ես այդպես աղոթք են արել սխալ մեղք են գործը պատժվել են հետո պատժի պատճառով դու մեզ խափողի նման ես դու մեզ օրհնություն ես խոսք տվել բայց Աստված միայն օրհնություն չէ խոսք տվել հավատարմություն ասել եթե պայծ ես քեզ կօրհնեմ միջով 1000 սերունդ այդ ինչի չեք հիշում մենակ օրհնությունն եք հիշում ով իսրայելցիք չեք հիշում որ Աստծո պայմանը պետք է պահեք մեղք եք գործում պատժեք հանդիպում հետո ասում ես Աստված ինչի բերես մեր գլուխը այսքան չարիք բայց Աստված ասել էր մինչև չարիքը եթե դուք Ղևտացոց 26-րդ գլխում եք չպահեք իմ օրենքներին պատվիրանես անեք են անեք ես ձեզ կպատժեմ եթե էլի չլսեք 7 անգամ կուժեղացնեմ պատժը էլի չէ էլի 7 անգամ մինչև որ սիրության անեմ ձեզ վերջացնեմ ես երկրի վրայից բայց ինչի չեք հիշում այդպես էլ մենք ենք շատ ժամանակ մեր ուզած ցանկությունը անում ենք հիվանդանալու նեղության ժամանակ բայց Տեր Աստված ինչի է լավ կարծես թե դու չպետք է տենայր մեր մեղքերը ինչ ուզում անենք դու մեր հետ լավ պետք է վարվեիր այդպես Աստված գոյություն չունի Աստված սուրբ է դրա համար ասում է որ այո ինչպես որ կարդացի 32-րդ խոսքում Ղուկասի 22-ին ասում է բայց ես աղաչեցի քեզ համար որ հավատքդ չպակասի այսինքն ոչ թե զրոյից դու առանց հավատալու խնդրի եւ ես հավատք պարգևեմ եթե այտենց մենք խնդրում ենք ինչ որտեղ սխալ չի ինչ իմաստ օրինակ մարդիկ գրում են ասում են հորս համար աղոթեք աղբորս համար որ ապաշխարեն այո հասկանալի է բայց մենք չենք աղոթքանում որ մեկ էլ քնի լինի ապաշխարած մարդ դառնա եթե ուզում է ապաշխարի Տիրոջ խոսքը այսպեսի բացահայտում ունի օրինակ Հռոմեացիների 10-րդ գլխի 13-ից 7-ն եմ ուզում կարդալ
հետաքրքիր հայտնություն է շատ կարևոր ասում է որովհետև ամեն օր Տիրոջ անունը կանչի կապրի սենց է գրած ով որ Տիրոջ անունը կանչի կապրի բայց մինչև կանչելը ահագին քայլեր կան որ հասնի կանչելուն դա մենք ասում ենք ահա Տեր ասաց օրի ապաշխարության հասնի բայց մինչև ապաշխարությանը շատ քայլեր կան որ այդ մարդը իր հերնա մերնա աղբերնա երեխեքներն հասնեն մենք որ աղոթում ենք մերոնց համար դրա համար շարունակում ենք կամաց փաղագծեր բացել ասում են ինչպես կանչեն որին չհավատացին ասում ով որ կանչի պիտի ապրի այսինքն փրկվի բայց ինչպես կանչեն եթե չհավատան այսինքն եթե չեն հավատացել ինչ կանչելու մասին է խոսքը շարունակությունը լսեք այսինքն հիշում է աստիճանի նման ասում եմ կամ ինչպես հավատան եթե չլսեն ինչպես հավատան շատեր գալիս են ասում են որ ասացի կրկնում եմ եղբայր ջան աղոթք արա հավատքս ավելանա ասեմ գիրք չես կարդում չէ ասում չես վերջից թույլացել եմ թողել եմ sense նաստու զանում լտես ինչ ասում սուր գիրքը գիրք չես կարդում խոսք չես լսում կամ այստեղ նստում եք ես ձեզ չեմ մեղադրում որպես մարդ հասկանում եմ ձեզ որ այստեղ նստած եք բայց ինչ որ խոսացի դուք 100% 80% չեք լսել որտեվ հարցակում է լինում մտքի վրա հոգսերի սատանայից միտքս գնամ պետք է հյուրեր գային երան մի շուտ վերջանա շուտ աղոթեն ես եթե հասնեմ հյուրերիս նոր վերադառնում ես քարոզը լսելու այդ ընթացքում գնաց հագին բան կամ լվացքս մնաց ինչ եմ ուզում ասեմ մարդ ես միտքդ փախնում է դրա համար Աստծուն փառք որ հնարավորություն է տվել որ մենք լսենք կրկնենք որպեսզի հաստատվենք դրա համար ասում է ուրեմն ինչպես կանչեն եթե չհավատան ինչպես հավատան եթե չլսեն ասիկա պետք է լսեն որ հավատան կամ ինչպես լսեն առանց որևէ մեկի քարոզելու ինչպես գրված է որ ինչքան կամ որքան որպես գեղեցիկ են նրանց ոտքերը որ խաղաղություն են քարոզում եւ բարի բաներ են ավետիք տալիս բայց ոչ ամենք հնազանդ եղան ավետարանին ուշադրություն դարձնեք շատերը լսեցին բայց հնազանդ չեղան ավետարանին չի ասում միայն նրանք հնազանդ չեն ովքեր չեն լսել չէ շատերը լսեցին ավետարանը բայց ասում են հնազանդ չեն ավետարանին սա հայտնություն է բացահայտում է եւ ինչ է ասում որովհետեւ Եսային ասում է Տեր ով հավատաց մեր լուրին եւ այդ Եսայի մեջ ասում է եւ Տիրոջ բազուկում հայտնվեց ուրիշտեղ նաեւ էս էլ ասում Պողոսը ուրեմն հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից ինձ մի ասեք աղոթքարը հավատքերը սավելան եթե ես աղոթքանը պետք է ասեմ Տեր Աստված մարդու ողորմությունը գնա գիրք կարդա կամ էլ ժողով լսի բայց ժողովներում էլ գրքի չափ ինֆորմացիա չի տա քեզ մենք կարող բացատրել հաստատել ուղղություն ցույց տալ ինչ անես բայց մարդը գիրքը չի կարդում չի լսում Աստծո խոսքը կամ քարոզը չի լսում ուզում է հավատքը ավելանա հավատքը ինչի վրա պետք է ավելանա հավատքը լսելուց է պետք է լսես որ հավատք առաջանա դա ես դուք նստած եք ես էլ ստեից մտածեմ օրինակ հավատում եմ քո տան մեջ հիմա մի հատ ոզնիկ կա այդ ինչի ելնելով այդպես հավատացի որ ոզնիկ կա ոչ լսել եմ ոչ տեսել եմ դրա համար պետք է լսես ինֆորմացիա ճիշտ ինֆորմացիայից է ճիշտ հավատքը դրա համար ասում փրկարար հավատք արդյոք
հավատք ունես, Հիսուսը գա հավատքը գտնի, այսինքն ճիշտ հավատքը գտնի, թե շատ տեղերում են մենք տեսնում ենք այսօր աշխարհում մեկից օվկիանոսի նման աղտոր ջրերը հոսում են։ Տերը դա ցույցել էր տվել։ Զարմանան գիտես ինչ է։ Այս եկեղեցուս մի քանի տարի առաջ դուրս եկողներից մեկը այսպիսի բան էր տեսել։ Եղբայրները գիշեն, որ միլաց եղբայրը եկավ, ես էլ Հայաստանում չէի։ Եվ ինչ որ բան էր բերել, որ դրանով մեր եկեղեցին զորանա։ Բայց ինչ էի բերել, խոսք էի բերել։ Տիրոջ անձի մասին հայտնություն էր եղել, որ միջև այդ եկեղեցին չգիտեր, ով է Տերը։ Իհարկե խոսել եմ ձեր հետ, դրա մասին չեմ ուզում կանգնեմ, եւ ասում է եկեղեցին ընդունեց։ Եվ շատ 4 կողմից պղտոր ջրեր են գալիս, խփում են եկեղեցուն, բայց եկեղեցին չէր կեղտոտվում։ Այդ ջրերը չէին մտնում եկեղեցի, որտեղ Աստծո խոսքով, հավատքով կանգնած ենք եկեղեցու դռան դեմ, եկեղեցու դեմ, կամ մուտքի դեմ, ասենց ասեմ, որ այդ ջրերը հոսեն դեպի եկեղեցի։ Եվ ասում է հələ հակառակ եկեղեցուց մաքուր ջուր էր հոսում դեպի դուրս եւ ուր գնում էր բժշկում էր։ Ուրեմն սա է որ խոսքից է հավատքը ծնվում։ Ինչպես կիմանաս Հիսուս Քրիստոս Աստծո որդին է, եթե խոսքը չասեր։ Ինչպես կիմանալ փրկություն կա, եթե խոսքը չասեր։ Որևէ տեղ դուք կարդացել եք, որ Տերը ասի, ես ձեզ համար աղոթ կանեմ եւ դուք փրկվեք։ Այդպես բան ասել է ինչ։ Ասում է, ով որ հավատա նա կփրկվի։ Հավատքով է փրկությունը։ Ասում է նրան արունին հավատալով է մեղքերի թողությունը։ Նրան հավատալով է, ասում է, հավատքով սրբեց նրանց սրտերը, Գործք առաքելոց 15-ում է, ասում էլ չկարդամ այդ ժամանակի համար։ Աստված հավատքով սրբեց լսողների սրտերը եւ Սուրբ Հոգով կնքեց, ասում է։ Տերը ասում միշտ ասում է, ով որ լսի, ով որ հավատա, մինչև հավատալը լսել գոյություն ունի։ Մենք ճիշտ ասում ենք, ով որ ապաշխարի կփրկվի, ասում մինչև ապաշխարությունը լսել գոյություն ունի, հավատալ գոյություն ունի, որոշում գոյություն ունի, դու ապաշխարության մեջ եւ ընդհանուր որոշում որ գնա Տիրոջ հետևից։ Դրանով արդյոք հավատք ունես։ Կամ ինչ հավատք ունես։ Ես ինչ հավատք ունեմ։ Տերը գա իր հավատքը կգտնի մեր եկեղեցում։ Եվ ոմանք ասում են, իզուր ես հետ ես պայքարում, լավ չի որ դες խոսում ես։ Իմ դեմն են ասել, եղբայրներից էլ երեք էլ միջ անգամ վկայեցին։ Միլաց եղբայրը շատ է խոսում ուրիշ հովիվներից, որ ծուռ են, են։ Եթե այդ մարդը գիրք իմանար, դες չէր խոսա։ Դանիել մարգարեության մեջ հենց շատ հովիվներ ծռեցին, ուխտազանց դարձան։ Եվ ասում է, բացեցի սրբարանը, եկեղեցին, Տիրոջ սրբարանն է։ Հեռացրեցին մշտնջենական զոհը եւ ավերմունքի պղծություն դրին։ Մշտնջենական զոհը Քրիստոսի ավետարանն է, Քրիստոսի մասին ելած փրկության խոսքն է։ Խոսքը հանեցին, մինչև չհանեին ավերմունքի պղծություն չեն կարող դնել։ Արդեն երբ որ հանեցին, պատրաստ եղավ եկեղեցին ավիրվելու այն փրկություն չունենալու եկեղեցու անդամները։ Գրածը, բայց Աստծո սիրողները զորացան սկսի գործել։ Լավ ինչ անենք, ավերմունքի պղծությունների դեմը բերանես փակենք ու ինչ ուզում անեն, հա, թող միլաց չխոսային մեկը, չխոսա ովքեր Աստծո սիրում են։ Շան ինչ ուզում անեն եկե, պայքար պետք է լինի, հակառակություն պետք է լինի, որ ժողովուրդը աչքները բացվի, տեսնեն, չընկնեն այդ թակարդների մեջը։ Ուխտազանցների ինչ ուզում է քարոզեն, մենք էլ բերանես փակենք, ասենք Տեր Աստված։ Էս ինչ դառնա բամփասանք չի Տերը ինքն էր ասում։ Հեռացեք սրանց թթխմորից։
Աստուծուն ուզում են քանդեն, մենք էլ վախենում ենք աղա էսի դառնա բամփասան։ Բամփասան չի, պատերազմ է սա։ Հակառակությունն է, որ պետք է հակառակվես չարիքին։ Եվ Տերը խոստացել է դեսների համար մեծ փրկություն կլինի, այսինքն ովքեր այդ խոսքը ընդունեն, ոչ թե միայն քարոզիչների համար։ Դա երբ որ ասում են շատ է խոսում ուրիշի շեղվածությունից կամ էսեն, ինչ անենք, ընդունենք։ Տերն էլ շատ էր խոսում փարիսեցիների շեղվածությունից, դպիրների, անգամ քահանաների ինչ-որ, սուտ մարգարեների, սուտ քրիստոսների մասին, կամ հայտնություն ինչքան է խոսում այդ սուտ գործողների, վիշապի ու գազանի չարությունների մասին, սխալ է անում, Աստված սխալ արեց, որ այդ հայտնությունը տվեց Հովհաննեսին։ Ոնց մարդիկ չգիտեն հələ հավատքը ինչ է նշանակում։ Եթե իմանան Քրիստոսի հավատքը կպահեն, ոչ թե ամեն ցակ ու ցրիվ խայտարակ մեկն էլ լա ինչա բենիհին մոլորված ասելա բարի լույս Սուրբ Հոգի, այս վերջ մեկն ինտերնետում եկել բարի լույս Հիսուս Իբրիկներ ուզում մի նորություն էլ ինքը անել, բենիհին դառնա, պրոստո պաստիկ բենիհին։ Բենիհինին լավ ապագա խոստացված չի Աստծո կողմից։ Նմանապես էս մարդկանց կասեն։ Կա շատեն էլ լինեն, մեկ ասում, բարի լույս Սուրբ Հոգի, կամ բարի լույս Տեր Հիսուս, ես էսա զարթնեցի, քնեցի, հելա, էսան, իրան, սկսում է իր հեքիաթները պատմել, երազները պատմել, բաներ պատմել, եւ սա ավետարան չի, շատեն են այդտանից են ընդօրինակում, բայց մարդը նման է անոթի, եթե բաժակի մեջ ջուր է լցված, մաքուր, ես վերցնեմ, ինչ-որ հեղուկ լցեմ, օրինակ, ուրիշ հեղուկ, նավթ լցնեմ, կամ ուրիշ բան լցեմ, քանի լցնեմ, ինչքան որ էդի տեղավորով այս մաքուր ջուրը դուրս է թռնելու։ Հա լցնեմ, ինչքան շատ լցնեմ, վերջում ստե մաքուր ջուր չի մնա։ Նմանապես օտար ուսմունքները մարդու մեջ լցվելով կամաց ճշմարտությունը հեռացնում են։ Եվ մարդը չի կարող ունենա փրկության, փրկարար հավատք կամ արդարացման հավատք, թողության հավատք։ Նրանց ուշք ու միտքը բժշկություն եւ ես մի քարոզում ասել եմ լավ կլինի որ էլի լսեք կարճ կասեմ այսօրվա շատ ավետարանիչ կոչվածներ եկեղեցու հովիվներ եկեղեցու այդ անդամներ ների համար ճանապարհ են հարթում նրանք ների Հովհաննեսներն են Հիսուսի Հովհաննես մկրտիչները չեն նայեք ները ոնց կմոլորացնի կամ սուտ մարգարեն ոնց կմոլորացնի աշխարհը ասում է հրաշքներ նշաններ անելով չէ գրած է թե չէ մինչ անգամ եկեղեցի կրակ իջցնի այսօրվա քարոզիչները ժողովրդի ուշք ու միտքը դարձնում են բժշկություն մինչ անգամ իրանց եկեղեցիների անունը դրել են բժշկության եկեղեցի որ շատ մարդ կա էլի ինչքան Հայաստանում շատ հիվանդ կա չէ Ամեն գյուղից 50 հատ հիվանդ կա, իրանց եկեղեցին բոլորի լցված կլինի։ Մեկ էլ կսկսեն թաղումներով զբաղվել։ Բժշկություն, հրաշք, նշան, ահա թե ինչպես ես մեկը բուժվավստա ոտը, բուժվավստա ականջը, բուժվավստա քթի ծակը, բուժվավեն մեկի մազերի հաճավ, այսան, ասիկն նրանք ժողովրդի դարձնում են փափագող հրաշք տեսնելու եւ ները այս պատրաստի գալու է ու հրաշքն է ցույց տա ավելի քան այդ եկեղեցու անդամները, որ ինչ-որ բանի մասին կպատմեն։ Դու ականջել կե երկարացնի, մազերն էլ կե երկարացնի, եւ այլ։ Դա համար մարդիկ չեն զգում Քրիստոս թողած հրաշք նշան են քարոզում, հրաշք նշան քարոզողները ների համար են ճանապարհ հարթում։ Նրանք մտածում են, սենց անենք, թողան Հիսուսին հավատան։ Հիսուսին հավատալը բժշկությունից չի սկսվում։ Ավետարանի քարոզությունից է սկսվում։ Հովհաննեսը բժշկություն չարեց, հրաշք նշան չարեց, բայց շատ մարդիկ իրան լսում էին։
Հիսուսն էլ հենց եկավ սկզբից ավետարանը քարոզեց։ Ոչ թե սպասի մի քանի հատ հրաշքնշան ան, թե հետո հրաշքնշան արեց, բայց նրա նպատակը այն չէր, որ մարդիկ դրանով բռնվեն։ Շատ ժողովուրդ գնա ոչ մեկի մի պատմի։ Այլ ավետարանին հավատան։ Տերը ձեզ օրհնի, վերջում ես ուզում եմ մի հատված կարդալ Հռոմեացիների առաջին գլխից։ Նորից սա մեզ տված հայտնություն է, որ մենք պետք է սրա վրա մտածենք։ Ասում է, որովհետև ես Քրիստոսի ավետարանը 16-րդ գլխի առաջին գլխի 16-րդ խոսքի եւ 17-րդ խոսքը կարդամ։ Որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար։ Բայց ում է ամեն հավատացողին ասում է։ Ոչ թե իրենց սրտի ցանկությունները ներկայացնողին Աստծուն։ Առաջ հրյա եւ հետո հույնի, որովհետեւ Աստծով արդարությունը նրանով հայտնվում է հավատքից հավատքի մեջ, ինչպես գրված է, թե արդար հավատքից կապրի։ Այսինքն Հիսուսի ավետարանը Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին, որովհետեւ նրանով է հայտնվում, այսինքն ավետարանով է հայտնվում Աստծո հավատքը։ Արդարությունը նաև հայտնվում է, ասենք հավատա եւ արդարացի, ավետանին հավատա եւ արդարացի, ինչպես գրված է արդարը հավատքից կապրի։ Մարդը արդարը հավատքից կապրի։ Մարդիկ իրենց դրել են հավատացյալ տեղ եւ Հիսուս կանչելով գիտեն թե հավատացյալ են կամ Աստված կանչելով։ Եվ ինչ են անում, ինչ ուզում ասում են, խոսում են, քայլում են, գործում են։ Եվ ինչ է կատարվում։ Մարդկանց այն դառնում է կրոնավոր։ Մեկ Լենինին մեղադրվել, ասում են Լենինը շատ վատ մարդ է։ Գիտեք ինչ ասել։ Կրոնը հաշիշ է։ Շատ ճիշտ ասել մարդը։ Հիսուսի ավետարանը կրոն չի, ճշմարտություն է, ճշմարիտ ապրելաձև է։ Իսկ կրոնը ձևապաշտություն է։ Էս արա, այն արա, հետո սենց արա, մի քանի հատ երեսի տարբեր կամ էս արա, այն արա, ասես կախարդություններ կարծես, էս կրոնը պայեցիրեն, այն գարմորթի, այն ինչ բան արա։ Եվ մարդիկ թմրում են, բավարարվում են իրենց արածով, իրենց կյանքին, իրենց մաքրությանը չեն նայում։ Ինչ ասես անում են, կարող ես մոմել եմ վառում, մատաղել եմ անում, գնում եմ սուրբել, մեկ էլ ուրիշի ողորմություն եմ անում, բայց քո կյանքը սա Քրիստոսի ավետարանից է, ինչ որ անում ես։ Չէ, դրա համար ասում հավատքից հավատքի մեջ, ինչպես որ գրած է արդարը հավատքից կապրի, ասինքն կապրի, ապրել հասկանում եք, չէ՞ ինչա ժողովուրդ ջան։ Արդարը հավատքից կապրի, ասինքն այսօրվա քերականությամբ արդարը հավատքով է ապրում, հարատևում շարունական։ Ոչ թե հետագայում կապրի։ Ապագայի սա ժամանակ չի բայի, այլ արդարը հավատքով է ապրում։ Այսինքն նա հավատում է եւ ապրում է, քայլ է անում։ Եթե ես մի հատ քայլ եմ անում, գիտեմ Աստծո կամքը, հավատում եմ եւ այդպես եմ վարվում։ Ինչպես որ Հովհաննեսի թղթի առաջին գլխի 5-14-ում ասում է. սա է մեր այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ, եւ եթե գիտենք լսում է մեզ, ինչ որ խնդրենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրածությունները, որ խնդրեցինք նրանից։ Ուշադրություն դարձեք, ամեն խնդրված չի որ Աստված պետք է պատասխանի, ինչ որ նրա կամքի պես ենք խնդրում մեզ, լսում է տալու համար։ Նրանց էլ է լսում, բայց չտալու համար։ Ինչ որ նրա կամքի պես, ոչ թե ես աղոթք եմ անում, Տեր Աստված, ես ինչ, երկրի հարուստին բեր, չգիտեմ ինչ ձևի, գուցե ոտով թողնի Դուբայից հասնի ստեղ, փողերն մեր շոկով բերի մեզ բաժնի, ապաշխարի ասի ձեր եկեղեցին ճիշտ է, ես հավատում եմ, ճիշտ եք, առեք ձեզ փողեր, հա? Ես ինչ հիմար ցանկություն, ես օդի մեջ չեմ ասում, անձամբ լսել եմ իրանցից։
Մեր եկեղեցում գիտեք ինչ հոգս են դրել, ինչ հոգս են դրել, ծոմով 1-3 օր աղոթում ենք, ասենք Ամերիկա ինչ որ հարուստի համար։ Ինչի՞։ Սովորիկ դառա մեր եկեղեցու անդամ ինքը շատ փող ունի, մեր եկեղեցին փողեր կնվիրի։ Այ քեզ ցանկություն, այս հավատքից է ժողովուրդ ջան։ Ագահությունից է, ագահության աղոթք։ Աստծել թե չէ պետք է լստի իրանց ուզում ես 3 օր ծոմբայի, ուզում ես 30 օր պահի, չի պատասխանի։ Ինչպես սկզբից ասեցի, մարդը չի մեռնի, ասի կմեռնի, որտեվ հպարտ է։ Գուցե այդ պահին Աստված կոտրի, ների, կմեռնի, բայց որպես թե գուցե, ինչպես Պողոսն է ասում, կրակով անցած հոգին փրկվի, մարմինը կորչի, հոգին փրկվի։ Դա համար մեր աղոթքները պետք է լինեն սուրբ գրային, արդարը հավատքով պիտի ապրի, ասիկն հավատալով պիտի ապրի, հավատալով։ Իսկ մի բան է պատահել, ինչ է ասում գիրքը, շատերը գալիս են, չեն հիշում, որ Տերը տենց հարց է տվել, ինչ անեմ, ասում գիրքն ինչ է ասում, ասում դե գնա տենց արա։ Գիտես թե ես քեզ պետք է խաբեմ ուրիշ բան ասում, դել գնա արա, հետո որ դուժվես, աս եղբորն է ասե։ Տենց արա։ Տերը ասում է, գալիս են հարցնում, ասում են, ինչպես է գրած, ասում է, այսպես, դե գնա տենց արա ասում էր։ Որ գիրքը գիտեք, ավետարանը գիտեք, ինչ եք ուզում օտար բան լսեք, խաբվել եք ուզում։ Կամ աղոթքերը հավատքս ավելանա։ Գնա գիրք կարդա եւ կավելանա։ Քարոզներ լսի, ճիշտ քարոզներ։ Հավատքդ կավելանա։ Աստված այսպես ֆոկուս չի անում կամ կախարդություն, որ մեկ էլ տենաս հավատքդ, չգիտեմ ոնց ես տենալու հավատքդ լցվել է, հելել է, ինչին ես հավատում։ Իսկ չես կարդացել, ինչին ես հավատում։ Որտեղ մարդը ընդունակ է մոռանալու։ Շատ բան եք կարդացել, բայց հետո որ նորից եք կարդում, ասում ես բանը չի հիշում։ Հիշում եմ, որ այդ պահին եմ հիշում, որ այդ տեղը կարդացել էի, բայց մոռացել էի կյանքումս։ Հասա դրան հիշեցի, որ ախր այս բանը կարդացել եմ, պարզ գրված է, ոնց էի մոռացել։ Այո, այդպես շատ բաներ ենք մոռանում եւ մեր հավատքը, եթե մոռանում եք, այդ իմաստով, այդ դետալի շուրջ հավատք չունենք ուրեմն, եթե մոռացել եմ։ Դա համար որպես մենք հավատք ունենանք, քանի մեզ ժամանակ է տրված, կարդանք, ճիշտ հավատանք։ Աղոթք անենք, Աստված ձեզ պահի։